Ես էլ եմ քո տարիքում ժամանակին այդ տեսակ ապրել, բայց պատասխան եմ տալիս 60 տարիքում, ու դու ինձանից լավ գիտես, թե ինչ ձևով եմ պատասխան տալիս։ Ես չեմ ուզում, որ նույնն էլ քեզ հետ պատահի։ Իմ հետ արդեն հմի է պատահի, պապա ջան։ Ես հմի եմ պատասխան տալի։ Կնիկս չկա, տաղուս վեկալ է ես իմ ուրա գնաց է, պապա։ Ջոկում ես ես մեռնում եմ, ես կգժվեմ ես ամեն ինչից։ Դու այլ լակոտ եթե դել շարունակես, հա կգժվես, եթե լակոտությունը չթարգեցի, երեխուցդ կզրկվես։ Դե բավոնց, պապա։ Քո աշկին միշտ ես եմ եղա, որ սաղ ճիշտ են, սաղ լավն են, բայց ես ամենավատն եմ քո աշկին։ Լակոտ դու չես հասկանում, որ ես չեմ ուզում քեզ հուսահատ տեսնել։ Ասա ինչ կարամ անեմ քո համար։ Քեզ ներողություն մի տու, պապա ջան։ Ոչ մի բան է պետք չի ինձ քեզնից։ Ասյալ լակոտ, կուզեի այ քո ասածի պես նստել ձեռքերս ծալեի ու հետևեի, թե ոնց ես քո կյանքը խորթակում։ Բայց չեմ կա իմ ուժերից վերը հասկանում ես։ Թվայ։ Ասյալ, Սպարտակ լակոտ, հիշի, այդ քայլի շնորհիվ մի քայլով ևս մոտենում ես որդուցդ զրկվելուց։ Չկա այդպես բան։ Ես իմ որդուց չեմ զրկվի, պապա ջան, իմ տեղն հայելի մետ ալնելու, իմ հետ ապրելու, իմ կողքնա մեծանալու։ Ու ես դա կանեմ առանց քո օգնության։ Մնացի շվարած, ոչ ենա գնամ գյուղ, ոչ ենա գնամ իրանց մոտ ծաղկաձոր, չնայեց, որ միշը կանչեց, բայց դե Էմիլին լուռա, ուրեմն իրան հաճելի չի իմ ներկայությունը, երևի դադարել է ինձ վստահելուց, կարծում Սպարտակին ամեն ինչ տեղեկացնում եմ, թե չէ սուտա, դարձել եմ Սպարտակի ինֆորմատորը, բայց դա ոչ թե նրա համար է, որ Սպարտակն ինձ համար քեզնից թանկ է, այլ որ միայն ես եմ գիտակցում, որ դու առանց Սպարտակ չես իմանա երջանկությունն ինչ է։ Իսկ ես քեզ երջանիկ եմ ուզում տեսնել։ Օֆ, ընկել եմ կրակը։ Երանի թե հայրը որդի հաշտվեն։ Երանի թե պապդ կարողանա սաստել քերուտ ու պահել անուղելի քայլերից։ Ջան, գնանք, հոգնեցիր, գնանք, բարձրանանք արևս։ Մի օր եմ ես քեզ։ Կարող է գնանք խանգարենք իրանց հաշտվելուն, կարող է վերջացրած չլինեն։ Մինչդեռ Սպարտակս ինձ հետ գործ չունի, ինքը պետք է իր հոր հետ հաշտվի, Սպարտակս չպետք է մենակ մնա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հատակին էր ընկել։ Շնորհակալ եմ։ Ինչ հրաշք բալիկ ունեք։ 1 տարեկան է, թե։ 1 տարեկան, 5 ամսեկան։ Հրաշք։ Այստեղ եք բնակվում։ Այո։ Շատ լավ շենք է, շատ լավ տեղ է։ Հարևաններն էլ շատ հաճելի։ Ճիշտն ասած, այս բնակարանը մեկ վաղուց ունենք, բայց այս վերջերս ենք տեղափոխվել ես, որդիս և թոռս։ Փաստորեն երկուսս էլ նորաբնակ ենք։ Կարող ենք հարևանություն անել։ Ես հարևաններ սիրող մարդ եմ, տեսակով շատ շփվող եմ, կանչեմ մարդիկ, որ բնավորությամբ խոսեն։ Ես այդպիսին չեմ, սիրում եմ շփվել։ Նկատելի է։ Մարդամոտ անձնավորություն եք երևում։ Երկար ժամանակ պահանջվեց, մինչև կարողացա Հայաստանում իմ սեփական բնակարանը ունենալ։ Ներեցեք, չհասկացա։ Դե գիտեք, Երևանում բնակարան գնելու համար մեծ միջոցներ են հարկավոր։ Իսկ այն իրականացնելու համար բավականին ժամանակ։ Մինչ այստեղ տեղափոխվելը Վարշավայում էի ապրում։ Իսկ հիմա այս շենքում արդեն բնակարան եմ գնել ու շատ գոհ եմ, ու շատ ուրախ եմ, որ ձեր նման հարևաններ ունեմ։ Ես եմ։ Չներկայացա, Ռենա։ Ուրախ եմ։
Նատալի, Նատա։ Ջան։ Սիրուն ես, կյանքս, շատ սիրուն ես։ Երբ այնց ես տեղան շնորհք։ Երբանից, այն պահից, երբ որ դու լոգարանից դուրս եկար ու շատ բնական վիճակներով սկսեցիր այս ու այն կողմ գնալ։ Ես անեմ քեզ չսազական բաներ ես անում, որ կորավ քո դայս տիրակություն, այդ տղա։ Կյանքս ծեծել չկա, վնասել չկա։ Ցած դիր։ Ինչը կյանքս։ Ինչը չէ, Միշ, ինձ իջացրու։ Բայց ինչի իջացնեմ, եթե ես ինձ սենց շատ ավելի լավ եմ զգում։ Բայց ես եմ չէ ինձ խայտարակված զգում։ Իջացրու։ Այսինքն որ տենում եմ ինձ գրկել ես ու սենց սեղմել ես քեզ, չէ ասի, թե դու քեզ վատ ես զգում։ Միշ, ուր ես տանում։ Լավ էլի կյանքս, քեզ նենց ես պահում, ոնց որ մենք նորից ջրում ենք ու հեսա դու կարող ես խեղդվես։ Բայց ես իսկականից խեղդվում եմ։ Ստեղ շատ տոթա ինչի դու քեզ լավ ես զգում։ Շատ հավատա սրանից լավ չի լինում կյանքս։ Միշ, ինչ ես անում։ Իսկ չես կարող չխոսել։ Միշ, Ջան, հեսա դավon կգա։ չի գա։ Դավոն դրսում տղերքի հետ է։ Հա։ Ահա։ Պապայի գերեզման, արա ես ինչ վատ պահի ներս մտա ես։ Ես եփ էի սենց բան արել, որ հիմա արեցի։ Պապ դուրս արի հեսա ես կգամ։ Չէ, Միքայել ջան, հիմա դու այդ մեր համեստ աղջկան հիմա շատ ավելի ես պետք, քան ինձ բալես։ Դու մնատ է, ես հիմա կգնամ, համարենք, որ դուք ինձ վաբշե չեք էլ տեսել, ես ձեր ցավը տանեմ։ Հայ բալա, Միշիկ ջան, ցավը տանի պապան, դրան վրա մի բան գրեք կվցրեք, օրինակ, բոլորին մաղթում եմ բարի գիշեր, մենք իրար բարևում ենք, մեզ չխանգարեք, թե չէ։ Պապ, Всё, գնացի Միշիկ ջան, դե տես պապան քու ցավը տանի, պապային պատվադից չանես, էլ։ Всё։ դե լավ կյանքս մի նեղվի։ Պապայի կատակներին հո առաջի օրը չես ծանոթանում։ Միշ գետինը մտա։ Համել վերջում այդ ինչ ասեց։ Կյանքս դե լավ համաչելու բան դու չունես հաստատ։ Միշ մի արա, էլի մի արա։ Խայտարակ արեց, իրեն կողմ գնա։ Կյանքս դու խայտարակ լինելու մասին ես մտածում, իսկ ես ափսոսում եմ, որ պապան ներս մտավ ու փչացրեց ամեն ինչ։ Դու գժվել ես։ Վայ պապայի գերեզման, արա ես ինչ տեսա ես։ Մալադեց Միշիկ ջան, լավ գրոհել էիր, բալես, մալադեց։ Արա, բայց սա իմ կյանքում առաջի դեպքն է, որ ես հայտնվեցի ոչ ճիշտ ժամանակին ու ոչ էլ ճիշտ տեղում։ Ուր, այ ապորին, արիշտ է։ Էդ ուր։ Քավոր ես շուտվալից ապորինի չեմ։ Եղավ, ու էլ չասես։ Ապորինի չես, բայց ապորինի քայլեր ես անում։ Չի կարելի, բա քեզ սազեց։ Ես հրաշք բնությունը թողում ես, գնում ես տուն, որ ինչ անես։ Հե? Հետո Ես կոտեջը այլևս մերը չի բալես։ Արի գնանք մենք
նոր կոտեջ վերցնենք, գնացինք։ Արա մի նայի, այս կոտեջը այլևս մերը չի, գնացինք։ Անսենց մի։ Այսքանիկը լրիվ ցնդել արա։ Ուրիշ ուզում եմ իրան վարի տամ գնամ ջահել կյանքս բերդում փդստեմ։ Ալո։ Լսի չբղավես ու չվիրավորես, ես քեզ հետ մարդավայել խոսել եմ ուզում։ Դու շատ բան կարող ա ուզես, բայց ես որ մի բան չեմ ուզում, չեմ անում։ Ցտեսություն։ Կարպիչը քեզ խաբել է։ Ինչ։ Դու ինչ մտքովդ անցնում ա ասա, որ չանջատեմ։ Խոստովանիր, դու Կարպիչի համաձայնության եք եկել, չէ՞ որ ինձ պետք է խաբեք։ Իրականում ԴՆԹ-ի արդյունքները դրական են եղել, բայց Կարպիչը քեզ համոզել է, որ ինձ խաբես ինձնից ազատվելու համար, որ քեզ ու նրան երբեք չմոտենամ, ճիշտ է։ Դու քավորը ինձ չի խապել, ու ես փառք եմ տալի ասում, որ քո հետ ընդհանրապես կապ չունեմ։ Ու համեք էլ մի բան էլ ասեմ, որ մենք ընդհանրապես էլ չենք հանդիպել, որ հանգարց մի օր էլ կհանդիպենք, ճամփետ փոխի։ Եղավ։ Կարպիչի պես բռի ու անտաշ ես։ Սանգեց սա խառնեց իրար, այն մեջից կասկածներն էլ էլի գլուխ բարձրացրին։ Բաբի։ Ես ինչ եմ այդքին դրել, որ ընտանիքիս է հասել։ Չի գիտակցում ինչքան անդառնալ հետևանքներ կարող են բերել իրան այս քայլերը։ Կասկած չկա, որ դու անժելն ես, թե չէ ընտանիքիս մոտենալուն ուրիշ բացատրություն չկա։ Շատ հաճելի կլինի, եթե վաղը սրճենք միասին։ Չգիտեմ ինչպես կստացվի։ Շատ լավ, ամեն դեպքում կսպասեմ։ Առայժ։ Ինչ անենք, մեկ էլ չգնանք, ինչքան ժամանակ անցավ, հա, բոլես։ Բարև ձեզ։ Ես դուք էլ եք ես շենքում։ Ես դու ինչ ես անում ստե։ Ես ինձնից պրծարը մեր անցել ես ընտանիքիս ես հետև։ Բացարձակ չեմ հասկանում ինչի մասին եք խոսում։ Դու շատ էլ լավ հասկանում ես, հենց նոր կանգնած էիր կնոջ թորանս հետ։ Ինչ եք ասում, ինչպիսի զուգատիպություն, փաստորեն Ռենան ձեր կինն է, շատ հաճելի անձնավորություններ։ Լսի քեզ ինչ եմ ասում, ընտանիքիցս հեռու քայլի անշել, եթե չես ցանկանում բոլորի մոտ դիմակը պատռեմ։ Գիտեք ինչ, ես այս շենքում բնակարան եմ գնել եւ այստեղ եմ այլևս բնակվում, իսկ որ դուք եք այստեղ բնակվում, ես հենց նոր այդ մասին իմացա։ Ջոն արևս, ինչ, մենք էլ չգնանք, ինչքան ժամանակ մնացինք չի կարելի։ Խոսեցիք, խոստացավ հանդարտել, տակացած գլխով չգործել։ Դու տղիդ հետ խոսել եմ ընդհանրապես ժամանակի կորուստա։ Ոնց է իրան էլ խնձգում։ Լավ, այս մաքուրոթինով իրան վատ կզգար։ Ես չգիտեի, որ պապան ձեզ էլ է կանչել։ Ու պիտի անկեղծ լինեմ ու ասեմ, որ ձեր ներկայությունը ինձ չի խանգարում։ Այնպես որ քեզ կաշկանդված կարող ես չզգալ։ Նենց որ ես կաշկանդված չեմ։ Ուրեմն շատ ավելի լավ։ Բայց հաճելի է լսել, որ իմ ներկայությունը քո համար տհաճ չի։ Լավ ու բարի մարդիկ տհաճ չեն լինում։ Իսկ քո բարությունն այնքան ակնհայտ է, որ չնկատել չեմ կարող։ Ինչ է աղջիկն ինձնից ուզում։ Ինչու է ինքը իր ներկայությամբ վատ դրության մեջ գցում ինձ։ Ուզում ես երախոն գրկել։ Ես ուղղակի Էմիլի ջան փորձ չունեմ։ Փորձենք։ Հիմա ես քեզ սենց պիտի բռնեմ, սենց թե
Լավ ցած։ Սրանից լավ էլ ոնց էիր ուզում գրկել։ Ես կխնդրեմ, որ վերցնես երեխան։ Ինչ եղավ։ Ոչ մի բան, ուղղակի ես չեմ ուզում ձեզ խանգարեմ։ Պապայից տա վախենում, դրա համար էլ իրան էսպես է պահում։ Որ ուզում ես ճիշտն իմանաս, պապայիցդ ես էլ եմ վախենում։ Ուրիշի գրոշներով ապրելը ինձ համար չի։ Ուրիշի ունեցածով երջանկանալն իմը չի։ Էլ չեմ ասում, որ այդ երջանկությունը չի կարող լինել։ Դա ընդամենը խաբկանք է, որ քեզ ցանկացած պահի կթողնի ճանապարհին։ Չեմ թողնի, որ այս աղջիկը ինձ օգտագործի։ Եթե այդպես շարունակի, կարծում եմ կբուժվեմ։ Նրա հանդեպ ունեցած սերս հիասթափության պես մի բանի է վերածվում։ Սպարտակ, հիմա ուր ես գնում։ Մամա ջան, քանի երեխուս չեմ գտել, թե չեմ կարող հանգիստ տունը նստել։ Ինչ արեցիր, հետևեցիր։ Յուրի, ես դրական պատասխան չէի տվել ու չէի ասել, որ հետևելու եմ, պարզ է։ Բայց ես քեզ լավ եմ ճանաչում։ Այսինքն, երբ քեզ պետքա ճանաչում ես, երբ պետք չի, չես ճանաչում ու չես վստահում, հա։ Լավ, լեզվիդ ես տալի, հետևեցիր մեր լրագրողուհուն։ Հա, հետևել եմ։ Պաստորեն վատ չի, որոշ չափով ինձ ճանաչում ես։ Ինչ կասես առաջի օրվա համար։ Թե քեզ ժամանակ է պետք, որ իմանաս ինքը ով է, Անժելը թե Նատան։ Այդ կինը Անժելն է։ Յուրի Սպարտակովիչ, Անժելը։ Մեկը լիներասեր Վարդուշը սուր հասավ, ոնց է, ում հետ է, ով կա կողքին։ Ամբողջ կյանքս չիմացա հանգիստն ինչ է, այսօր եկել եմ մթամ հանգստանալու։ Բայց սա բան չի, իմ վաստակած հանգիստը պետքա լիներ Մաքսիս ու Վարդուշիս հետ։ Նրանք, որ հետս չեն, աչքիս էլ բան չի գալիս։ Միշիկ ջան, պապային աչքալուս անկես բերել բալես։ Ոնց անեմ, որ ինձ հարգես ու իմ հետ լակոտի պես չվարվես։ Բարևեցիք։ Ինչքան կարաս այդ արտահայտությունը անես։ Մինչև դուք իրար բարև եք բալես, որ համ իմ խիղճը հանգստանա, համ էլ քո պատիվը բարձրանա։ Ինձ ինչի տեղ ես դրել։ Պապայի գերեզման հաստատ ձեզ մոտ ոչ մի բան էլ չի ստացվել ու դրա համար էլ դու տենց կատաղած ես։ Արա դու որ մի քիչ այսքան երես ունենայիր, դու հիմա պետք է ինձ մոտ չերևայիր ընդհանրապես։ Քիչ ամանում արդեն ասեմ մամայի գերեզման։ Ում գերեզման ուզում ես երդվի։ Մենակ թե ասա, ես քեզ էլ ոնց հասկացնեմ, որ իմ կյանքի մեջ չմտնես, որ չփորձես ինձ թելադրել։ Երբ որ տան պայմաններում ես ինձ նվաստացնում ու վիրավորում, ինչ որտեղ կուլ եմ տալիս։ Հա ես ինչ անեմ, որ քո մասին ճշմարտությունը դու որպես նվաստացում ես ընդունում։ Դրսում ուրիշների ներկայությամբ քեզ իրավունք մի վերապահի, ինձ ստորացնել ու վիրավորել։ Արա, լսի, դու արդեն համը հանում ես։ Դու այդքան չես մեծացել, որ պապայի հետ տենց խոսես։ Բայց ես այնքան եմ մեծացել, որ թույլ չեմ տա ինձ, իմ սիրած մարդու մոտ ստորացնել ու վիրավորել։ Դու պետք է ինձնից գոհ ու շնորհակալ լինես, դեբիլ, որ քեզ փորձում եմ տղամարդ դարձնել։ Ես այդ կամ, ինձ դարձնել պետք չի։ Ու հետո ինչ, որ քո երազած տղեն դուրս չեկա։ Այտենց էլ իմանաս, դու իսկականից իմ երազած տղեն չես։ Դու իմ խայտարակությունն ես։ Ու вообще անօգուտ են այս ամբողջ փորձերը քեզ տղամարդ դարձնել։ Վայ, ես մի քիչ ուշ կգամ, կներեք։ Արի, ինչ կա բալես։ Չէ, կավոր, մի քիչ խոսելիք ունեի, բայց թող մնա հետո, վրաշ չի։ Չէ, ֆրիկ, կարաս մնաս։ Իրա համար քո հետի խոսակցությունը ավելի կարևոր կլինի։
Որովհետև դու իր համար ավելի կարևոր մարդ ես, քան ես։ Բայց ո՞նց կարող ես դες բան ասել միշտ։ Ըտեն չի, պապ ջան։ Եվ որ գիտես տենց սա, ինչի ես անիմաստ հարցեր տալիս։ Ու ընդհանրապես երբ ես վերջ տալու քո այդ կնիկ բնավորության արա։ Չէ, քավոր, ես հաստատ դուրս գամ, որովհետև ավելորդ եմ այս պայն։ Տո ոչ էլ ավելորդ ես բալես, հենց մնա։ Պապան շատ կուզենար, որ քո նման տղա ունենար։ Հազար ափսոս Ֆռիկ ջան, որ դու տղես դուրս չեկար։ Ափսոս, շատ ափսոս։ Քավոր, սիրուն բան չստացվեց, ոնց որ քո տղուտ մեջ վեճ գցեցի։ Այ բալամ իմ ու այդ դեբիլի միջև ծնված օրից է սկսել այդ վեճը։ Թե քավոր իրան դուրս չեկել են միտքը, որ կարողա դու իմ հայրը դուրս գայիր։ Այ բալամ դու էլ բանի հետևից ես ընկել է։ Էն ինչ ասում եմ, իրա համար եմ ասում, իրա լավի համար եմ ասում։ Կընդունի, շատ լավ, չի ընդունի։ Ջարու ջան դամա ընդունի, թող գնա ու տենց էլ էշ մնա։ Կասկածներս հաստատվեցին։ Անժելն այնք ուրեմն։ Ես ինչ իմանամ, Անժելնա, Նատանա, ես չգիտեմ։ Չհասկացա։ Արա նոր դու չէիր ասում, որ ինքը Անժելն է։ Յուրի, ախր դու ես իր հետ քնել։ Դու ինձանից լավ կիմանաս, դա Անժելնա թե Նատանա։ Ես որտեղից իմանամ։ Արթուրիկ, գլխիս հումորով տղա չխաղաս, այդ տղա։ Նա այդպես չբարկանամ, ձեռիցս չես բերցնի։ Նորից անցար սպառնալիքների, հա։ Ինձ կոնկրետ պատասխան տուր։ Հետևել ես նրան։ Ու ով է ինքը։ Քիչ առաջ վստահ էիր, որ հետևել եմ։ Ըստ ես հիմնել եմ վստահ։ Ինձ ասա տեսնեմ ով է ինքը։ Հետևել եմ։ Ու կասեմ, որ նա ապրում է այն շենքում, որտեղ որ Բալայանները բնակարան ունեն։ Հետո հանդիպեց Զավենի հետ, այսինքն իրար հետ եկան Զավենս տուն։ Հետո Զավենին ուղեկցեց, միշտ գնաց։ Ես էլ ենթադրեցի, որ նա Անժելն է։ Ես այդ ես ինձ տպավորություն եմ ստանում, որ դու ես Վարդյանին ուրախանում ես։ Չհասկացա։ Ավելի լավ քո համար որ չհասկացար։ Միշտ դու ես ուրախանում ուրիշների դժբախտության վրա, թող մի օր էլ ուրիշները ուրախանան քո վրա, Յուրիկ։ Դուք Չհամբերեցի, քանի որ մենակություն չսիրող մարդ եմ, որոշեցի մի փոքր անհամեստություն անել ու հյուր գալ ձեզ մոտ։ խնդրեմ համեցեք։ Կարող է խանգարում եմ հարմար պահի չեմ եկել։ Ելնելով իմ վատ վիճակից, պետք է ասեմ ձեզ, որ շատ ճիշտ պահի եք եկել։ Սա ձեզ։ Ինչու եք նեղություն քաշել։ Առանձնապես մեծ բան չի։ Համեցեք, խնդրեմ, համեցեք։ Նստեք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ինչ կկամենաք, թե սուրճ։ Ինչ որ դուք կխմեք, տարբերություն չկա։ Հրաշալի թորնիկ ունեք, ուղղակի հրաշք։ Այո, թորնիկս քնած է հիմա։ Թորներից հարցում բախտն ինձ շպտացել է։ Ցավոք որդուս որդին այս պահին ինձնից հեռու է, բայց լավ, մի խոսքով։ Միշտ բայց չես որոշել վերադառնում քաղաք, դեռ այսօր եք եկել։ Ես չեմ մնա այստեղ, որ հերս էլ ինձ ծաղրու ծանակի առարկա չդարձնի։ Դե եթե նկատի ունես իմ ներկայությամբ, Արի դու մի հիմա փորձի հասկանալ, թե ես ինչ նկատի ունեմ։ Ես ընդհանրապես ուզում եմ գնալ քաղաք, ու ես արդեն որոշել եմ։ դե եթե այդպես է ու որոշումը տելն անփոփոխ ու քեզ համոզել չի լինի, ասեմ, որ ես էլ եմ քեզ հետ գալիս։ Գալիս ես ինչ անես։ Հնա քո համար հանգստացի։ Ամեն ես չեմ ուզում, որ մի պատճառով քո հանգիստը փչանա։ Բայց ինչ հանգիստի մասին կարելի է խոսքը գնալ, եթե դու վատ տրամադրությամբ պիտի վերադառնաս քաղաք։ Ես գալիս եմ քեզ հետ ու սա էլ քննարկման ենթակա չի։ Վերջ, ես քեզ հետ եմ։
Մեծ վատ զգացի Միշոյի առաջ ինձ։ Բայց դու ինչ անես, որ քավորը իր տղուն այդքան էլ շատ չի սիրում։ Ոնց կարող է իր տղուն չսիրի, կամ ինձ ավելի շատ սիրի, քան իր տղուն։ Ուղղակի իրանք շատ տարբեր մարդիկ են ու չեն կարող իրար հասկանալ։ Դու դրանից քեզ վատ մի զգա։ Դու ինչ կասես տանո, դու ինչ կարծիք ես։ Ինձ մի նայ, իբր չգիտես ինչի համար օթերում։ Ինչ ա եղել։ Մենք ենք ես հարցնում ինչ ա եղել, ինչ ես օթերում։ Սխալ էր ստեղ գալը։ Մենք պիտի ստեղ չգայինք։ Էմիլի։ Բեկնազարյան։ Եկա մարդիկ։ Այսօր ում ընտանիքում խնդիրներ չկան, ով անհոգ։ Բոլորն էլ իրենց խաչն են կրում։ Պարզապես մի մասը լռում է այդ մասին, մի մասը բարձրաձայնում է։ Բայց ընդհանուր առմամբ բոլորն էլ դժվար օրեր են ապրում։ Ըստ ինձ անհոգ մարդ չկա, իսկ եթե անհոգ է, ուրեմն անխելք է։ Ոնց կարող է մարդը ոչ մի բանի մասին չմտածի։ Գիտեք, Նատա, ես չեմ ուզում շատ դժբախտի ու լաց լինողի տպավորություն թողնել, բայց այն ինչ ես եմ ապրում ու իմ ընտանիքն ապրում, թշնամուս անգամ չէի ցանկանա։ Չեմ պատկերացնում ինչ ասեմ, ինչով ձեզ կարող եմ օգնել։ Եթե մեկը կարողանար օգնել, բայց սա այս դեպքը չի։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը ի վիճակի կլինի ինձ օգնելու։ Իսկ ձեր ամուսինը։ Բոլոր իմ խնդիրները ծագում են այդտեղից։ Ամուսինս է առաջին սխալ ծուռ քարը դրել, որից հետո բոլոր քարերը շարվել են ծուռ։ Ափսոս։ Բայց լավ արեցիք, որ եկաք։ Այնպես թեթևացա, հանգստացա։ Ամեն մարդ էլ կարիք ունի խոսելու, կիսվելու։ Ես իսկապես շատ թեթևացա։ Հյուրասիրվեք, խնդրում եմ։ Բարև ձեզ։ Մեր հարևանուհին է, Նատալի։ Ամուսինս է, Յուրի Բալայանը։ Իհարկե ոչ ձեր խոնարհ ծառան։ Այդ մասին ես արդեն գլխի ընկամ։ Ինչու որ կացաք։ Գնամ, որպեսզի ձեր ամուսնու մոտ ավելի վատ տպավորություն չթողնեմ։ Ծաղրում ես, հա։ Դու ես ինչ մեծ քայլերով ես, այս ինչ մեծ գոտիներ ես մտնում։ Ինչի մասին է խոսքը։ Հանգիստ նստեք։ Յուրա, Սպարտակը տանը չի։ Ոչինչ։ Սպարտակը տանը չի, զատո ես եմ տանը։ Ու հարևանուիդ կների, որ սուրճը վերցնեք, միասին դուրս գաք միջանցք ու այնտեղ զրուցեք, կներեք։ Սուրճը մենք արդեն խմեցինք, իսկ զրուցելու առիթներ դեռ շատ կունենանք։ Ես կճանապարհեմ ձեզ։ Շատ հաճելի էր։ Ամեն դեպքում օրենքի ներկայացուցիչ հարևան ունենալը հուսադրող է։ Կարող եմ գլուխս հանգիստ դնել բարձին ու քնել։ Ոչ բոլորը կարող են հանգիստ գլուխը դնել բարձին ու քնել։ Ներեցեք իրա ոչ բարեհամբույր պահվածքի համար։ Ներողություն խնդրելու անհրաժեշտություն բնավ չկա։ Ձեզանից անչափ շնորհակալ եմ ջերմ ընդունելության եւ անկեղծ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։
Շատ ուրախ կլինեմ, եթե մեկ էլ համենակ։ Հերթը ձերն է, համեցեք։ Լավ։ Փաստորեն բաբին ինձ սիրում է։ Ինչի համար էլ ինձ մենակ չթողեց։ Չէի հավատում, որ ինքը երբևէ կազատվի տանուի հանդեպ ունեցած զգացմունքներից։ Կյանքս նայեցիր Դավոյին։ Հանգստացար։ Հրեշտակի պես քնած է։ Միշ, իսկ մեքենայի մեջ իրոք ապահով է։ Հա, բա ինչա։ Մեքենայի մեջ ավելի ապահով է, քան հիմա մենք ստեղ։ Ինչի ստեղ ապահով չի։ Ինչ ասում։ Անտառա, ինչ գելու գազան ասես կա։ Բլոշներից ու ուրիշ միջատներից էլ չեմ խոսում։ Չեմ հասկանում, բան չես լսել, վերկած գնանք քաղաք շուտ։ Կյանքս դու այդքան վախկոտ ես։ Կենթանիներից վախում ես, ջրից վախում ես։ Հա, վախենում եմ։ Եթե ուզում ես ճիշտն իմանաս, ես մարդկանցից էլ եմ վախենում, ես ամեն ինչից վախենում եմ, եղավ։ Բայց որ մենք միասին ենք լինում, դու ոչ մի բանից մի վախեցի։ Թե չէ ես ինձ դրանից վատ կզգամ։ Այսինքն ես ինձ քեզ մոտ պիտի ապահով զգամ։ Ոնց որ հիմա։ Միշ։ 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 Ջան։ Ինչը ջան կասես, ինչ ես անում։ Բայց ինչ էի անում։ Եթե մենք իրար սիրում ենք։ Մի տանջով, ես կասեմ թե ինչ էիր անում։ Փորձում էր ամեն գնով որը հրամանի կատարածել։ Ձևացնենք թե չլսեցի։ Կամ էլ լսեցի, բայց չհասկացա։ Ինչի չհասկացար, ես քեզ այնպես կբացատրեմ, որ դու լավ էլ կհասկանաս։ Դու քեզ իրականում այսպես չէիր պահի, եթե հայրդ ամեն վայրկյան քեզ չհրահարեր սրան։ Ու դու էլ փորձելով որդ համար արժանի զավակ լինես, մոռանում ես ինձ հարգելու մասին։ Բաբի ձենդ չլսեմ, սուս մնա, քանի միջև վերջ չես փչացրել մեր հարաբերությունները։ Միշտ դու այսպեսին չես։ Ես այս միշին չեմ սիրել արվել։ Բաբի, եթե դու ինձ իսկականից սիրում ես, իմ քայլերը պետքա ճիշտ ընկալես։ Ոչ թե ինձ մեղադրես հորս հրամանները կատարելու մեջ։ Մտածի ոնց ուզում ես ու հենց հիմա ինձ տուն տար։ Բաբի, լավ մտածի, ինչ ես անում։ Ես լավ մտածելու կարիք չունեմ։ Ասեմ ավելին, կամ հենց հիմա դու ինձ ու Դավոյին տանում ես տուն, կամ ես արթնացնում եմ Դավոյին ու մենք ինքնուրույն ենք հասնում քաղաք, պարզա Միշ։ Այդքան զզվելի չեմ, բաբի։ Քեզ հաստատ տուն կհասցնեմ։ Ուղղակի առանց ձևերի։ Եթե քեզ պետք էր քաղաք հասնել, կարայիր հենց ամենասկզբից տենց ասեիր։ Ոչ թե ինձ մեղադրեիր, չասեմ ինչում։ Վեր կաց գնացինք։ Ինչի քեզ այդպես պահեցիր հյուրիս հետ։ Իսկ ով էր որ քո հյուրը։ Հարևանուհի։ Յա։ Այդպես տրամադրություն ունես, հա, այդպես քեզ լավ ես զգում, նոր հարևաններ ես ձեռք բերում։ Չհասկացանք, թե նոր ես եկե ապրելու։ Իսկ ես քեզ ինչի պիտի բացատրություն տամ հարևանուհի հյուրընկալելու համար։ Կարաս ասես։ Որովհետև այդ կնիկը ինձ դուր չեկավ։ Դե կներեք, բոլոր կանայք չեն կարող ձեր սրտով լինել, բոլոր անժել չեն։ Դու միա ձենդ կտրի, հա։ Այդ կնգավոտել ստեղ չտենա։ Էդ ինչի։ Դու ես տանը չես էլ ապրում, քեզ ինչ ով կգա, ով կգնա։ Լսի Ռեն աղջիկ, անհետ չանես, որ տեղափոխեմ կամ հենց ստեղ ապրեմ։ Յուրի Բալայանի զայրույթը ահաբեկող էր, անկասկած պատրաստ էր ինձ հոշոտել։ Վերջինիս մեղադրելու չի, դժբախտ ընտանիքի հայրը, կանգնած ամի ընտանիքի գլուխ, որը կործանվում է։
Իսկ ինքը փրկել չի կարողանում։ Ոնց հասկացա, հեռավորությունն ու ժամանակը քեզ այնքան էլ չեն հանգստացրել Սյուզ։ Ես գնացի, որովհետև Լեովն ու պապան ինձ ուրիշ տարբերակ չթողեցին։ Ինչ որոշեցիր։ Ունենում ես երեխային։ Էդ էլ հարց էր, անպայման ունենալու եմ։ Հաստորեն որոշել ես միայնակ մայր լինել։ Ինչ միայնակ մայր, եթե երեխան հայր ունի։ Հայր, որը չի պատրաստվում երեխային ընդունել ու ճանաչել հայրությունը։ Սյուզ կներես, բայց Լովի ընկերոջից լավ բան սպասել պետք չի։ Ժեն, վստահեցնում եմ, որ Սպարտակը Լյովի քարապատիկ վատ տեսակն է։ Լավ, այդքանը հասկանալով ինչ հույսեր ես կապում նրա հետ։ Հույսեր էլ, սպասելիքներ էլ, ինչքան ասես։ Ես երեխուն կունենամ, կառնեմ գիրկս ու կվերադառնամ Հայաստան։ Ու կստիպեմ Սպարտակին ընդունել իմ երեխային։ Իսկ Լյովն ու պապան հաստատ չեն խանգարի ինձ։ Երանի ես էլ քո չափ համարձակություն ունենայի։ Ինչի համար։ Իմ ցանկությունները պարզ են Սյուզ։ Ուղղակի կուզենայի ֆրիկի հետ լինել, քայլել նրա հետ, լսել նրա ձայնը ու որ ականջիս ինչ-որ երգ շշնջար իր քաղցր ձայնով։ Հիմարիկ, ինչն է քեզ խանգարում վերցնել հեռախոսն ու զանգահարել նրան։ Ինձ մի խոսացրու էլի Սյուզ։ Հիմար եղբայրդ այնպես չարեց, որ ես կարողանայի ֆրիկին զանգել։ Ժեն, դու քո բնավորությամբ ես կյանքում ոչինչի չես հասնի։ Մի փոքր համարձակությունը հաստատ քեզ չէր խանգարի։ Յուրի Բալայանի թույլ կողմերը գտնված են։ Մնում է սեղմել հնարավորինս շուտ եւ ուժգին նրան ծնկի բերելու համար։